Կապի թանգարանն է, հենց այստեղ են պահվում հեռահաղորդակցության երբեմնի ամենաառաջադեմ տեխնոլոգիաները, որոնք ոլորտի զարգացմանը զուգահեռ այլևս կորցրել են արդիականությունն ու պատմության գիրկն անցել։ Արդեն կապի և հեռահաղորդակցության պատմության գիրկն է գնում 2G-ն։ Տարածաշրջանում առաջինը հենց Թիմ Տելեկոմ Արմենիան նոյեմբերի 15-ից կդադարեցնի երկրորդ սերնդի ցանցի շահագործումը։ 1995-ին գործարկված ցանցն այլևս չի համապատասխանում ժամանակի պահանջներին, իսկ կապի որակը և թվային միջավայրի անվտանգությունը թիմի համար առաջնահերթություն են։ Սա ոչ թե միայն անջատում է, այլ մի շարք ռազմավարական փոփոխություններ եւ մեր երկրի եւ կապի ոլորտում, որովհետեւ 2G ցանցի օգտագործած այն ռեսուրսները, որ այսօր օգտագործում են ռադիոհաճախականային, էլեկտրոէներգիայի, տարածքային եւ մի շարք այլ ռեսուրսներ եւ մարդկային ռեսուրսը, որը սպասարկում է այդ ցանցը, ամբողջությամբ անջատումից հետո փոխակերպվելու է 4G եւ 5G տեխնոլոգիաների մեջ։ Կարծում եմ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում եւ այն ռադիոհաճախականային տիրույթը, որը օգտագործում են 2G-ին, 4G-ում եւ 5G-ում գրեթե 150 անգամ ավելի էֆեկտիվ օգտագործում են ապահովելու։ Երկրորդ սերնդի ցանցի պայմաններում բաժանորդներին գրեթե հասանելի չեն շարժական ինտերնետի ծառայությունները, ինչը սահմանափակում է ժամանակակից հաղորդակցման գործիքներից օգտվելու հնարավորությունը։ Սակայն մեր ժամանակներում կապի ոլորտը երբևէ հեղափոխած երկրորդ սերնդի տեխնոլոգիաներն այլևս անարդյունավետ են եւ ոչ միայն։ 2G-ն երբ որ զարգացել է, այդ ժամանակ անվտանգության հարցերը բացարձակ ոչ ոքի չէր հետաքրքրում, այն ժամանակ հակերները դեռ շատ փոքր էին, քիչ էին, մարդկանց չէին զզվացնում, պետությունները իրար չէին լրտեսում այս ենթակառուցվածքների միջոցով, օգտվողները շատ քիչ էին, կարճ ասած 2G կապը անվտանգության տեսանկյունից բացարձակ ոչ մի մեջը տար չունի, դու ոնց որ բաց կապով սարից սար գորալով խոսաս։ Ի տարբերություն 2G, նոր սերնդի ցանցերը թույլ են տալիս միաժամանակ օգտվել ինչպես ձայնային, այնպես էլ ինտերնետ ծառայություններից, զգալիորեն էներգախնայող են եւ թույլ են տալիս նվազեցնել ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Ծառայությունների անխափան հասանելիությունն ապահովելու նպատակով Թիմ Տելեկոմ Արմենիան նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիր ունի։ Վերջին 3 ամիսներին միայն 2G ցանցում աշխատող հեռախոսներ ունեցող բաժանորդների համար հնարավորություն ընձեռելով ստանալ նոր տեխնոլոգիաներով աշխատող բջջային հեռախոսներ։ Ի դեպ 5-րդ սերնդի ցանցն արդեն հասանելի է Գյումրիում եւ Երևանում։